Բարև ձեզ։ Պրես կենտրոն հաղորդաշարի շրջանակներում շարունակում ենք կամուրջ քաղաքացիական նախաձեռնության քննարկումները այն թեմաների շուրջ, որոնք առավելապես հուզում են մեզ բոլորիս։ Եվ այսօր մեր հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան։ Բարև ձեզ։ Պարոն Մարուքյան, չեմ թաքցնի հաղորդումից առաջ, երբ որ քննարկում էինք տեղի ունեցող գործընթացները, մի շատ կարևոր բան ասացիք, որ շատ սխալ է լոկալիզացնել գործընթացները անմիջապես հայաստանյան տիրույթում կամ ներհայկական, եւ պետք է ավելի լայն դիտարկել բոլոր գործընթացները։ Եվ բնականաբար դուք լինելով արտաքին, ասենք ասենք վերլուծական այդ բոլոր գործընթացների ինչու ոչ գեներատոր ձեր մասով թույլ տվեք սկսել հետևյալից։ Տեսեք, եթե խոսում ենք արտաքինի մասին, առաջինը արտաքինը դա Հայաստան, Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են։ Դուք բազմաթիվ անգամ ասել եք, որ այո, պետք է հարաբերությունները այս կամ այն առումով բարելավվեն։ Դրա հետ մեկտեղ նշում եք, որ այն գործընթացը, որը մենք այսօր տեսնում ենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եւ բնականաբար Թուրքիա, Ադրբեջանը ինքը բարելավման հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունի։ Ասեմ ավելին, դուք նշել եք, որ դա գեներացնում է հավելյալ ռիսկեր։ Եթե չեմ սխալվում, մոտ 3 ամիս առաջ լրատվականներից մեկի ինտերվյուներից մեկի ընթացքում։ Ինչի նկատի ունեք հիմա, ինչ չբանակցես իշխանությունը։ Ես նկատի ունեմ այն, որ մեր բանակցային մոտեցումները, որոնք որ շարունակվում են մնալ նույնը, դրանք սպառված են նոր աշխարհում։ Նոր աշխարհ նկատի ունեմ Թրամփի նախագահ վերընտրվելուց հետո Եվրոպայի կշիռը, Եվրոպական միության կշիռը, եվրոպական խաղացողների ազդեցությունը, Ռուսաստանի կշռի փոփոխությունը, Չինաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային քաղաքականության, ամեն բան այս իմաստով փոխվել է, բայց Հայաստանի Հանրապետության մեր բանակցային թիմի, եթե այդպես կարելի է կոչել, կամ մեր ղեկավարության մոտեցումները չեն փոխվել։ Ավելին ասեմ նաև, որ իրենք ուզեն անել, որ փոխեն, չեն էլ կարող փոխել, որովհետև պատկերացումներով մնացել են հին աշխարհում, պատկերացումներով չեն համապատասխանում նոր աշխարհի մոտեցումներին, եւ այստեղ ոչ թե հարցն այն է, որ բայց չբանակցեն, հարցն այն է, որ չկա բանակցություն, որ բանակցեն։ Իրենց հետ բանակցող արդեն չկա, որ բանակցեն։ Ինչպես չկա, օրինակ Ծիրանայում հանդիպել էին։ Չէ, դա բանակցություն չի, այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որ մեզ պարտադրում են հերթականությամբ անելիքներ, որոնք անելու պարագայում Հայաստանի Հանրապետության պետականությունը քայլ առ քայլ գնում է դեպի դեֆորմացիայի։ Այսինքն դու կարող ես համարվես որպես պետություն դրա արդյունքում, բայց այդ պետությունը լինելու է հաշմանդամ պետություն։ Ես որ ասում եմ ապամոնտաժում են մեր պետականությունը, ես դա ուղղակի հենց երբ որ ասում էի դեռևս հենց հստակ պահանջ չկար, որ մենք պետք է մեր զինանշանը փոխենք։ Այնիջան մեծ աղմուկ բարձրացրեց ձեր երեկվա հայտարարության ներքո զինանշանը։ Հիմա այսինքն հարցը դրվել, որ մեր զինանշանը պետք է փոխենք։ Հիմա ինչ եմ ես ասում Հայաստանը ապամոնտաժում են, մարդիկ ասում են ադե լավ բան, ադե ախր ոնց կարելի է նման բաներ ասել, ոնց կարելի է բան, բայց այն կետը, որ համաձայնությանը, որ ասում են տեքստը համաձայնեցված է, չէ՞։ Տեքստը ոչ թե համաձայնեցված է խաղաղության պայմանագրի, այլ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի վերջին եւս 2 պահանջները։ Իսկ որոնք էին դրանք։ Ետ կանչել բոլոր դատական գործերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, պատերազմական հանցագործությունների մասին գործերը խոսք տվեցին, բայց չուղարկեցին Հռոմի դատարան, որովհետև այդ Հռոմի ստատուտը բացարձակապես փաստորեն այլ նպատակով վավերացվեց, ոչ թե Ադրբեջանի դեմ գործեր բացելու նպատակով, եւ ինչ տեղի ունեցավ, մենք համաձայնել ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանակից շրջաններում, ոչ միայն սահմանին, այլ սահմանակից շրջաններում երրորդ երկրների ուժեր չունենանք։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ դու սուվերեն երկիր չես։ Սա նշանակում է, որ գործող իշխանությունը այդ տեքստին համաձայնություն տալով համաձայնվել է, որ ապագայում մեր թորները, մեր ծոռները, որ ուզենան որևէ երկրի հետ, որևէ ալյանսում ռազմաքաղաքական դերակատար լինեն եւ Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևով ռազմական կոնտինգենտ լինի, չի կարող նման բան անել, որովհետեւ այդ արգելքը այսօր դրվում է։ Հիմա ես երբ որ ինձ ասում են, բայց ախր եթե վատ բան է,
խաղաղության պայմանագրի այս տեքստը, ինչու Ադրբեջանը չի ստորագրում։ Ուրեմն լավ բան է մեր համար այս պրիմիտիվ տրամաբանությամբ փորձում են մարդկանց խաբել։ Մինչդեռ չեն ուզում ասել, որ այն ինչ որ համաձայնել են, Ադրբեջանը համարում է այլևս ստացած եւ դրել է դարակը հանգիստ ասում է, դե հիմա գնացեք, փոխեք ձեր սահմանադրություն, ունեք նոր սահմանադրություն, փոխեք ձեր զինանշանը, հետո կխոսանք։ Ներողություն, այս պարագայում ստացվում է, որ ըստ էության թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը խաղաղության, հա, ճակերտներում բնականաբար հասնելու համար հետևյալն է, ուրեմն հայեր հրաժարվեք ինքնությունից, հրաժարվեք ճարտարապետությունից անվտանգային, հրաժարվեք ըստ էության որպես հայկական դե լավ, հա, ազգային պետություն լինելու, այդ պարագայում մենք ձեզ չենք սպանի, ճիշտ եմ հասկանում։ Դա քարոզվել է երկար ժամանակ, որ Չէ, կոնցեպտն եմ ես ուզում։ Ես դա եմ ասում, ես քարոզվել է երկար ժամանակ, որ մենք ինչ որ իրանք ասում են համաձայնենք եւ շատ կարեւոր է, որ մենք չպիտի լինենք կոնֆլիկտային, չգիտեմ ինչի վերծված է, որ մենք ենք կոնֆլիկտային, մինչդեռ մենք ենք ցեղասպանության զոհ ազգը։ Տարածաշրջանում ցեղասպանության զոհ ազգը մենք ենք։ Բայց Նիկոլ Փաշինյանը այնպես ասում է մենք կոնֆլիկտային, տարածաշրջանի նկատմամբ կոնֆլիկտային ենք։ Ոնց կոնֆլիկտ, ոնց ենք կոնֆլիկտային, ես չգիտեմ։ Եվ մեզ ասում են այ որ դուք կոնֆլիկտային չլինեք, իսկ դրա մեջ թաքնված է այդ իմ ասածը, որ պետք է համաձայնես, որ բանակը սահմանափակես, զենքեր չառնես, զինանշան բան փոխելը դա ինքնության հետ ավելի շատ կապված, բայց այս ամբողջությամբ ուր է բերում է քո պետականության ապամոնտաժման։ Իսկ կներես ով է ասել, որ նոր սահմանադրություն ընդունելու պարագայում որտեղից որ պրեամբուլան պետք է հանվի, նախաբանը, ով է ասել, որ զինանշանը փոխելու պարագայում, ով է ասել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հենքը քար ու քանդանելու վերանայելու պարագայում այդ Հայաստանը ճանաչելու են հարևան պետությունները։ Ով է ասել, որ այդ փոփոխություններն անելու արդյունքում նոր պահանջներ չեն գալու։ Եվ ես, գիտեք, ինձ ասում են, այ որ իշխանափոխություն լինի, օրինակ դուք լինեք իշխանություն։ Դուք կարաք գնաք, չգիտեմ, այն, Ղարաբաղը հետ բերեք, նման բաներ չէ խոսում։ Մենք խոսանք Ժորժ ջան, դուք ախր չեք պատկերացնում ենք հիմա ինչի ենք հանգել։ Մենք պետք է մտածենք այս պահին։ Ոնց են ասում ռուսերեն, պրոգրամա մինիմում, հա։ Նվազագույն ծրագրի մասին, որը եղած այս պետականությունը փրկելն է։ Որից հետո նոր կարող ենք ինչ-որ այլ մտքեր փոխանակել։ Մինչդեռ մենք ինչ ենք անում, մենք բան ասում են, ինչ կորցրել ենք դա մոռացեք, դա փակա մի քննարկեք, մի խոսացեք բան, բայց այ Ադրբեջանը ասես պահանջներ ունի, մի հատ դա տենանք ոնց են քննարկում, ինչ են անում։ Ադրբեջանցիների վերադարձնա դրա մեջ մտնում։ Դուք պատկերացնում եք, ասենք, պատկերացեք անգամ եթե մի գյուղ ադրբեջանցի գա եւ Հայաստան վերաբնակեցվի, ինչ է լինելու։ Դե ասեն դե քանի որ կա ատելություն, ազգամիջյան, մենք կարծում ենք որ պետք է նաեւ զորք լինի նրանց հետ։ Որ զորքը նրանց անվտանգությունն ապահովի։ Այսինքն ոչ թե Հայաստանի Հանրապետության մարդիկ սпасելու են, որ այդ գյուղի մարդիկ շատ երեխա ունենան, հետո ադրբեջանցիները թվականակով մեզանից առաջացնեն։ Չէ։ Այդ ուղերձը, այդ միտքը, որ նման բան է տեղի ունենում, ուղղակի Հայաստանը դատարկելու է։ Հայաստանը ուղղակի դատարկելու է։ Երբ որ այսօր ասում են մարդիկ իրանց երեխաներին բանակից փողով ազատում են, դրա համար եկեք մի հատ օրենք ընդունենք, թող փողը պետությանը տան օրենքով ազատեն։ Այդտեղ չեն բանանում, էլի որ կա գաղափարախոսական հենք, հայրենասիրական հենք, ասենք դրանով ինչ եք ուզում դուք ասեք։ Այս դա ինչի մասին է։ Կամ լավ, մենք ուզում ենք հասկանանք ինչի են մարդիկ երեխա ժամանակ իրենց երեխաներին հանում Հայաստան Հանրապետության քաղաքացիությունից։ Այդ դրա հենքը հասկանալու համար չենք խորանում այդ խնդրեմն ինչի մեջ է, ասում ենք հա, քանի որ կա նման խնդրեմ, եկեք 15 միլիոն գումար սահմանենք դրա համար։ Թող 15 միլիոն տան որ հանի քաղաքացիությունից։ Երկարատև ստրատեգիական մտածողություն, որ ասենք լավ է երկիր ուր է գնում, որքան բնակչություն պետք է ունենա։ Ակնհայտ է, չէ, որ մենք միայնակ մենամտանգային խնդիրները չենք կարող լուծել։ Հետեւաբար մենք պետք է լինենք ռազմաքաղաքական կոալիցիաների մեջ։ Հիմա Ադրբեջանը, Թուրքիան դա հասկանալու ասում են, եղբայր չէ, դուք պարտավորվեք, որ ձեր տարածքում երրորդ ուժեր չլինեն։ Որ դուք մնաք մենակ, միայնակ լինեք, գանք կոտորենք ձեզ։ Այստեղ հիմա վստահաբար ոմանք, հա, շատ ճակերտներում ոմանք կասեն հետեւյալը. Մարուկյան Էդմոնը դեմա, որ մենք լինենք լիարժեք ինքնիշխան եւ լիարժեք անկախ, եւ դրա համար ինքը ասում է, չէ, ժողովուրդ ջան, մենք պետք է լինենք ինչ որ դաշինքների մեջ, ինչի համար եմ սա ասում։ Իհարկե հիմարություն է դա, սա նույնիսկ մենք չենք էլ քննարկում։
աբսուրդը մտքի։ Բայց մարդկանց մեջ այսօր նստեցրել են մի միտք, որ այն ամեն ինչ կատարվում է այսօր, այսինքն այդ ներողություն պարտվողական ծայրից ծայր գաղափարախոսությունը, այդ առավոտից իրիկուն ինքնանսեմացումը, այդ առավոտից իրիկուն մեզ պատերազմով վախեցնելը, նկատել եք, չեմ վրա վախ են վաճառում։ Այս ամենի հիմնական նպատակը նա է, որ իրանք, այսինքն իշխանությունները ցենց ուժեղ ինքնիշխանության եւ անկախության ջաթագով են, իսկ Մարուկյան Էդմոնը եւ օրինակ Արման Աբովյան տենց ուժեղ անկախության ջաթագով չեն։ Ես օրինակներով եմ խոսում, պես փաստաբան եմ, ես փաստերով եմ խոսում։ Մի իշխանություն, որը պնդում է, որը ինքնիշխանության պաշտպան է, դասում չէ, անկախության շարժումն ենք մենք ենք ինքնիշխանությունը բան, այդ իշխանությունը համաձայնել է, որ Ադրբեջանը որոշի, թե Հայաստանում կարող են երրորդ երկրի ուժեր լինել, թե ոչ։ Թող ձենները կտրեն, տեղները նստեն, ինչ ինքնիշխանությունից խոսացողն է։ Ոնց կարող են իրենք խոսել ինքնիշխանությունից։ Այդ մարդիկ, ովքեր ինքնիշխանությունից դեմկարում են, նաև ոչ միայն իշխանության մասին է խոսքը գնում, նաև այն մարդկանց, ովքեր իշխանության բաներն են, այդ սոուս եփողները, ճաշ եփողներն են, որ տարբեր տաղավարներում իշխանական թեզերը գնում են քարոզում, իշխանական չէ, լավ, Թուրքիայի ու Ադրբեջանի թեզերը գնում են քարոզում, արդարացնում այդ ամեն մի զիջումը, բայց որ հարցը ստել ասում ես, բա դուք իշխանություն ասում ես, ես իշխանություն չեմ, մենք այո հարցեր կան, մենք իրանց հետ համաձայն չենք, բայց չէ որ բայց ախր բայց ճիշտ են արել ես։ Այս բա ճիշտ են արել, այս բա մենք ասում ենք, բայց ինչ որ պահ կար, որ դուք համաձայն չեք իշխանության հետ, եղբայր, ինչ որ հարց կա, որ այդ հարցով քննադատում եք։ Ես ինչեր եք խոսում։ Տեսեք, ամենապոպուլար հարցը այսօր հայկական տիրույթում հետևյալն է։ Ամենապոպուլար հարցը։ Դե լավ, մեր հետ ինչ ա լինելու, սա մեկ եւ ինչ անենք։ Եկեք այդ երկու հարցի շուրջ զրուցենք։ Ուրեմն, պարոն Մարուկյան, մեզ հետ ինչա կատարվում։ Ինչ իմաստով։ Քաղաքական, օրինակ արտաքին քաղաքական գործոնները, որ հիմա սևեռվել են Հայաստանի շուրջ, հա, իրենք ըստ էության խոսքը Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, ինչու ոչ են Պակիստանը պատկերացրեք Հնդկաստանի հետ կռիվը թողած միանի վրա, հələ մի բան էլ մեզնից էլ էր խոսում։ Շատ հետաքրքիր է, էլի։ Շատ մենք առաջնահերթությունն ենք այդ չկայացած, հա, տերորիստական պետության համար։ Հիմա այս պահին ինչ է կատարում։ Բանակցային գործընթաց ըստ ձեզ գնում է, չի գնում։ Չկա, բանակցային գործընթաց չկա, կա Հայաստանի կողմից բանակցողի անդադար խնդրանքները, որ եկեք այս թուղթը ստորագրեք մեր հետ, ու կա Ադրբեջանի արձագանքը, որ մենք ձեզ ասել ենք, որ պետք է գնաք սահմանադրությունը փոխեք, գաք խոսանք։ Հետո որ Հայաստանը շատ է խնդրում, ասում են հա մոռացել էինք ասենք, նաև զինանշանը պետք է փոխեք։ Հայաստանը էլի է խնդրում, ասում են հա մոռացել էինք ասենք, կամ շուտ ասել էինք, մի հատ էլ ասենք, որ չմոռանաք, ԵԱԿ Միսկի խումբն է պետք է գնաք դիմեք, լուծարեք, եղավ։ Հետո միշտ շատ են շարունակում, ասում են բանը, մենք Ադրբեջանը հայտարարություն տվեց, որ կարողացել է կասեցնել Հայաստանի կողմից զենքի գնում։ Մինչև հիմա կառավարությունը որևէ պարզաբանում չի տալիս։ Ադրբեջանը կարողացել է Հայաստանին պարտադրել զենք չգնել։ Ոչ թե Ադրբեջանը պարտադրել է զենք վաճառող երկրին, չի կարող զենք վաճառող երկրին պարտադրել։ Հայաստանի կառավարությանն է պարտադրել, որ զենք չգնեն։ Տղային թող կանգնեն, ասեն, թող պատմեն ոնց է եղել։ Ես ինչեր են խոսում։ Ինքնիշխաններ են, մարդիկ որ ինքնիշխան են, Ալիևի պահանջով ասենք զենք չեն գնում այս երկրի համար։ Բայց ամեն օր գոռում էին, որ զենքը, բա զենք են կառնում, զենք էր ախպեր, զենք, ինչ զենք։ Ինչ զենք։ Այդ ինչ եք պատմում։ Գիտեք ինչն է հարցը, որ հիմա դուք ասում եք, ինչ է կատարում բանակցային գործընթաց, որ ամոթ է։ Ես իրավիճակը հասկանալով, տեղյակ մարելով ամաչում եմ, որ խոսակցություններ ա գնում լուրերով, բան, որ գոյություն ունի բանակցային գործընթաց։ Մի ամենախայտարակ բառերից մեկը սա է։ Մյուսը խաղաղության գործընթաց։ Խաղաղության գործընթաց կա։ Ամեն օր մեր գյուղերի վրա կրակում են, ասենք օրինակ Տիրանայում վարչապետը ասաց Ալիևին, ինչ եք անում։ Կրակում եք մեր գյուղերի վրա, ինչ եք անում։ Մյուսը, ասենք, հարց բարձրացրեց, որ լավ հայ մարդիկ կապույտ անձնագրերով Ադրբեջանի բանտերում կտանքների են ենթարկվում։ Ես ինչ եք անում։ Չկա, ոչ մի խոսակցություն չկա։ Ասում են դեռ կոնֆլիկտը ավարտվել է, բան։ Կոնֆլիկտը ավարտվել է, քո քաղաքացիներն ինչ գործ ունեն Ադրբեջանի բանտերում։ Կոնֆլիկտը ավարտվել է, քո վրան չեն կրակում։ Դե կոնֆլիկտը ավարտվել է, դա հիմնականում կոնֆլիկտը ոչ թե ավարտվել է, այլ ադրբեջանական եւ թուրքական թեզն է, որ շի բանը չի ավարտվել, ասեմ ավելին, այլ փուլ է թեվակողել, հիմա կոնֆլիկտը անգամ ադրբեջանական թեզն է խոցելի կոնֆլիկտը ավարտվել, որտեղ եթե կոնֆլիկտը ավարտվել է,
բա այս ինչ դատեր ես անում, այս ինչ պահանջներ ես ներկայացնում, ինչ ես ուզում։ Հասկանում եք, ժամանակին քննարկումները կար էլի, որ երբ որ նոյեմբերի 9-ի փաստաթղթը ստորագրվեց, շատ էր բան գնում, որ այս ինչ խայտ, այս ինչ ահավոր վիճակ, այս ինչ վատ բան եղավ մեր հետ։ Մենք հիմա համեմատենք Հայաստանը եւ մեր իրավիճակը։ Այն ժամանակվա հետ մենք իրեք ինչքան մեծ տարբերություն կա, այն ինչ որ ունենք եւ այն ինչ որ հիմա ունենք։ Հիմա հաշմանդամության, չգիտեմ, որ ստադիան են հասցրել պետությունը եւ ամենավերջի բանը, որ ես ուզում եմ ասել, որ ինչու է պետք շատ արագ իշխանափոխություն, որովհետեւ եթե իշխանությունը մեզ տանի սահմանադրական process-ի, որ պետք է նոր սահմանադրություն ընդունվի։ Դա փոփոխությունների մասին չի, նոր սահմանադրություն պետք է ընդունվի։ Դա գիտեք ինչի է բերում։ Դա բերում է նրան, որ Հայաստանը պաշտոնապես ընդունում է, որ Ալիևը ճիշտ է ասում, իսկ Ալիևն ասում է ձեր սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ։ Միջնորդ սահմանադրական դատարանն ասում է չկան։ Այսինքն եթե Հայաստանն ընդունում է գնում է սահմանադրական հանրակրվեի եւ հանրակրվեն ժողովուրդը գնում է մերժում է, որտեղ գիտի որ Ալիևն է պահանջում, չէ՞, թշնամու պահանջով ոնց է իրասահմանությունը կոչվում։ Մերժում է։ Այդ դրա արդյունքում պատկերացնում եք ինչ տուպիկի մեջ ենք մենք ընկնում։ Մի կողմից Ալիևն ասում է, նայեք, Հայաստանի իշխանությունը ընդունեց, որ ես ճիշտ եմ ասում, որ կա փոխելու կարիք, գնաց փոփոխության, բայց Հայաստանի այս ժողովուրդը դեմ գնաց դրան եւ հետեւաբար այս ժողովուրդը ագրեսոր է, տարածքային պահանջներ ունի մեզանից։ Մի սցենարը, մյուս սցենարը պատկերացնենք գնում է ժողովուրդը, որ ամոթալի է, էլի, Ալիևի ասելով փոխում է իր սահմանադրությունը։ Ալիևի ասելով փոխում է։ Դրանից հետո Ալիևի եւ տարածաշրջանի ուրիշ այլ երկրների քաղաքականությունը ես կանխատեսում եմ, որ լինելու է նոր տարածքային պահանջներ Հայաստանից, որտեղ ասելու են այն Հայաստանը, որի թղթերը կար, որը դուք հիմա փոխեցիք, դա ուրիշ Հայաստան էր, քան այս Հայաստանը։ Այս Հայաստանը մենք քննարկենք, ճանաչում ենք թե չէ, եւ ինչ սահմաններով ենք ճանաչում։ Այսինքն process-ի մեջ չի կարելի մտնել սահմանադրական։ Հետո սահմանական process-ի մեջ չմտնելու համար պետք է այն մարդը, որ ընդունել է, որ ասել է, որ ես կանեմ այդ process-ը, պետք է այդ մարդուն փոխել։ Այդ մարդու անունը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն առանց որևէ, հասկանում եք, հիմա վիրավորանքներ են, դեսը բացարձակապես չեմ ընդունում։ Ես ասում եմ մի բան։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի կարող դա չանել, եթե նա վերընտրվում է կամ մնում է, հա, վերընտրվում է, դե 26 թվականից եմ ավելի շատ խոսում ես, եթե նա վերընտրվում է, եղբայր ջան, իր ծրագրի առաջի կետն է լինելու սահմանությունը փոխել։ Այդ առաջի կետի կատարումը ասում եմ ինչերով է հղի։ Ընդունվում է, Հայաստանը չեն ճանաչում, մերժվում է եւ հարձակվում Հայաստանի վրա։ Այսինքն յուրաքանչյուր դեպքում Հայաստանի ապամոնտաժման գործընթացը կործանվում է, երկու պարագայում է կործանման են տանում։ Հետեւաբար ի՞նչ է պետք մեզ անել։ Պետք է այդ պարտավորությունը, որը կեղծիք է, որ այլի ընդդում Հայաստանի պետության սահմանադրությունը ոչ մի պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ շրջանցել, բայց ո՞նց շրջանցել, եթե արդեն գործող իշխանությունը ընդունում է։ Ասում է ես կանեմ Ադրբեջանը ունի միջայլով։ Համ ասում է, նայեք, վարչապետն ինչ ասում, ինքը ասում է, դե Ադրբեջանի սահմանադրության մեջ է կետեր կամ մենք մտահոգված ենք, բայց մենք չենք պահանջում, մի րոպե, ինչի՞ չես պահանջում։ Եթե նա պահանջում է, դու հայելային պետք է պահանջես։ Եթե նա պահանջում է, դու չես պահանջում, հույսով ինչ, որ ինքը չի պահանջում, ինքը պահանջում է ու շարունակում է պահանջել, ու դու ասում ես լավ, ես սահմանությունը կփոխեմ։ Հետո դու հարցերից ես տալիս, ասում ես, որ ես կարծում եմ, որ սահմանության մեջ եղած անկախության հռչակագրի հղումը պետք է հանել։ Դե եղբայր այդպես չի լինում։ Այսինքն համ Ալիևին ասում ես, քո սահմանության մեջ տարածքային պահանջ կա։ Համ ասում ես, իմի մեջ չկա։ Հետո ասում ես, բայց չկա, բայց ես կփոխեմ։ Սա ինչ քաղաքականություն, ինչի մասին է այս խոսակցությունը։ Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում սա։ Տեսեք, այն փաստարկները, որոնք դուք բերում եք, իրենք լրիվ տրամաբանական են եւ իրենք շատ կարեւոր է զերծեն, հա, լոկ ու պայմանական ընդդիմություն, իշխանություն այդ դիսկուրսի ներքո, որովհետեւ սենց այն որ ասում է մարդու դուրը գա թե չէ, մարդիկ կան համոզված են իրավունքը տափակ է, բայց իրավունքը դրանից տափակ չդարավ, այս պարագայում այո, սահմանադրական փոփոխություններ կամ Ադրբեջանի պահանջներ կատարելը բերելու է պատերազմի, սա միանշանակ յուրաքանչյուր դեպքում մի թեզի շուրջ էլ կցանկանայի խոսեի, տեսեք, հա մեզ ասում են հետևյալը, մենք թույլ ենք եւ այլն, մենք պետք է դադարենք վտանգ ներկայացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Այստեղ ես հիշեցի քաղաքագիտության յուրաքանչյուր, չգիտեմ, ամբիոնի երկրորդ կուրսի ասես մի տեսություն կա, որ եթե պետությունը դադարում է վտանգ ներկայացնել այլ պետության համար ոչ ագրեսիվ նպատակներով, ապա ինքը ոչնչացման ենթակա է։ Այսինքն քեզ պետք է վտանգավոր լինի խփել։ Եթե քեզ վտանգավոր չի խփել, եթե չկա վտանգ խփողի մոտ, ինքը հաստատ խփելու է։
տրամաբանական է։ Տեսեք, այստեղ խոսքը ոչ թե վտանգ ագրեսիայի իմաստով է, Ես դա եմ ուզում ասել։ Այլ վտանգ, որ եթե քո վրա արձակվում է, ինքը մեծ կորուստներ կունենա։ Բայց որ քո ինչքան վրա քո վրա արձակվի, այնքան դու հանձնվես, բնականաբար ինքը քեզ կլանելու է իր մեջ։ Ադրբեջանի ծրագիրն այն չի, որ այստեղ լինի Հայաստան։ Նրանք ասում են սա արևմտյան Ադրբեջանը։ Այսօրվա վարվող քաղաքականությունը նրա մասն է, որ մենք պետք է լինենք արևմտյան Ադրբեջան, ու հայերը կան այստեղ ապրեն, բայց ադրբեջանցիները էլ պետք է ապրեն ու նրանք ավելի շատ կլինեն, քան մենք, եւ մենք լինենք տարանցիկ ուղի։ Մեր վրայով գնալու են գան։ Հիմա Պանթուրանական պրոյեկտ։ Ովքեր որ ուզում են ապրեն այդ ձևի երկրում, մեր պապերի երազած անկախ Հայաստանը, որը 91 թվականին նորից իր անկախությունը վերականգնում է, եթե մենք գնում ենք այդ կործանման ճանապարհով, եւ այդ տանողները, մեզ այդտեղ տանողները շարունակում են լալահառաջ ձայներով ասել, որ սա ինքնիշխանության մասին է, ես ուղղակի չեմ, ուղղակի ես ինչ նմանով, որ մարդիկ շարունակում են հավատալ, թերահավատորեն ասել, բայց դե լավ ձև չկա, լավ, ոնց ենք, ով կպատկերացներ, որ օրինակ Լեռնային Ղարաբաղը չի լինի, ով կպատկերացներ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է դառնալ փախստական, շատ քչերը կհավատային, որ գնա իր ասեիր, կա կռվեին քո հետ, որ Շուշիում հայերը չեն ապրելու, որ Հայաստանի տարածքները կլինեն օկուպացված, որ Հայաստանի վերաբերյալ մեղադրանքներ կներկայացվեն Հայաստան պետության արտգործնախարարությունը չի արձագանքի։ Խոսում եք ալավ է, ինչ եք խոսում, չէ՞։ Այսօր դրանք իրողություններ են։ Հիմա այն ինչ որ մենք խոսում ենք, վաղը կարող են իրողություններ դառնալ, եթե մենք շարունակենք մնալ տենց անջատված նստած, էլի տենց հանգիստ տենց թմբիրի մեջ։ Ադե լավ բան աթոռա կռիվ է կանում, բան մասի շո մարդկանց գլուխն են մցել, որ աթոռ կա, որի համար կռիվը կա, եւ այդ աթոռա կռիվը, ինչ որ աթոռա կռիվ, բան, տենց ապուշություններով մարդկանց շեղում են իրական խնդիրներից եւ երկիրը տանում են դեպի բառը շատ չոք ուզում բառը կործանում են։ Դե լավ, անցնենք հետևյալ թեզին։ Ինչպես եւ խոստացել է երկու կոնցեպտուալ հարց. ինչա կատարում եւ ինչ անել։ Հիմա իշխանության պահով ամեն ինչ հասկանալի է։ Այո։ Ենթադրենք մի իրավիճակ է ստեղծվել, երբ գոյություն ունի մի кейս, հա, գործողությունների սենց ճանապարհային քարտեզ, դե լավ, սենց ասեմ, որը պետք է իրականացվի եւ որը ըզես կբերի որոշակի դրական սենց ասենք հետևանքների։ Մինչև դա անցնելը հիշեցնեմ ձեզ հետևյալը. Ա. Ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները գնալով փչանում են։ Ով ինչ ուզում է ասի։ Ով ինչ ուզում է ասի, այո, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ցավով եմ արձանագրում, կամաց հասնում են որոշակի մի անդառնելիության կետի։ Երկրորդը, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն դադարում, ընդգծում եմ, չեն դադարում, ոչ թե սպառնալ, այլ նախապատրաստվել պատերազմի, չեն դադարում այդ մարդիկ։ Օրեր առաջ Նախճեվանում թուրք եւ ադրբեջանական զորքերը հերթական, եթե չեմ սխալվում, 9-րդ միայն այս տարվա ընթացքում զորավարժություններն էին անցկացրել հարձակողական բնույթի, այսպես ասենք։ Դրա հետ մեկտեղ Եվրոպան մի կողմից այո, տենց ինչ խոսքերով սատարում է բան եւ այլն, բայց Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնում է Բաքու, ասում է դուք մեր ռազմավարական գործընկերն եք։ Բրիտանիա, բրիտանացիները փշի մեզ անելով ասում են գիտեք ինչ կա, այդ լավ կլինի այդ ճանապարհը։ Դե լավ, Զանգեզուրի Միջանցք կանոնը մի դրեք, չգիտեմ, կարևորը որ անվերահսկելի ճանապարհ լինի, որի արդյունքում Ռուսաստանը եւ Իրանը դուրս կմղվեն տարածաշրջանից։ Հիմա այս կույտը խնդիրների լուծելու եղանակը որն է, ապագայից ենք խոսում, խնդրեմ խոսացեք։ Գիտեք, չեմ ասի ռեցեպտներ, հա, չէ։ մոտավորապես կոնցեպտուալ փոփոխության արդյունքում, եթե Հայաստանում փոփոխությունա տեղի ունեն, այսինքն այն բանակցողները, այն մտայնությունը, որ մենք ունենք մեր մոտ, այն մոտեցումները, որոնք ներդրված են, օրինակ որ պետք չի գնալ հանրային հեռուստաընկերության եթերում ուրանալ մեր պապերի թափածարունը 300,000 աշխարհամարտի երկրորդ աշխարհամարտի այսինքն այս մոտեցումները 1 րոպեում դադարելու են։ Այս մոտեցումները 1 րոպեում դադարելու արդյունքում մենք կարող ենք մեր հարաբերությունների ռեստարտի գնալ, թե Ռուսաստանի Դաշնության հետ, թե Վրաստանի հետ, թե Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Հասկանում եք, մենք այսօր ԱՄՆ-ի թե բոլորի, ուզում եմ ասեմ բոլորի, այսինքն որ դուք ասում եք մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները վատ վիճակում են, տպավորություն կստեղծվի եւ ստեղծվում է տպավորություն, որ դրա փոխարեն Չինաստանի հետ խորացված են, կամ դրա փոխարեն Միացյալ Նահանգները մեր կողքին սարի պես կանգնած է, կամ դրա փոխարեն Հայաստանը ԵՄ անդամադարձ է կամ ՆԱՏՕ-ի։ Ոչ մի տեղ չկա հարաբերություններ, ոնց բացատրենք։ Ոչ մի տեղ հարաբերություններ չկան։ Մեր բոլոր պաշտոնական այցերը դարձել են բան ոդքի վրա ինչ որ տեղեր մարդիկ նկարում են, գրում են նախարարես ինչ հանդիպեց, այս ինչ երկրի նախարար է։ Եղբայր հանդիպումը դա գիտեք որն է։ Դա պրոտոկոլ է։ Պրոտոկոլ, որ նստում են դրոշները դրած, օրակարգ ունեն, խոսալու թեմաներ կան երկու պետությունների միջև։ Ոտի վրա իր այդ կոֆե եք խմում, մի հատ ինչ որ կոնֆերանսի միջանցքում ձեր անձնական լուսանկարիչը նկարում է, բերում եք մամուլի հաղորդագրություն տալի, թե հանդիպեցինք սրան։ Մի օրը մութ հատ նախարար հանդիպեցինք 8 երկ, ինչ է, զորեք։ Իհարկե մեն ասում եմ, «Վարուս ոնց ես, լավա գործեր, դա լավ է քաղաք չէ, լավ ելնեք»։ Բան, ու ուստե մամուլի հաղորդագրություն տալի, թե մենք միջազգային բան։ Գիտեք ինչքան գումարներ է ծախսվում այդ գործողումների բաների վրա։ Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը նայեք։ Գերմանիայի Դաշնություն, Բունդեսթագ տարվա մեջ 4-5 անգամ բարեկամական խումբը գնում է։ Որ մեկը հարցնի ասի, այդքան փողը որ ծախսում եք, ինչ արդյունք եք բերում, դա ցույց տվեք։ Ամեն բարեկամական խմբի ղեկավար, որ պայն պարապանում, մի հատ այց է նախաձեռնում, մեր հարկատուների հաշվին մի 5-6 հոգով գնում են ուտում, խմում, քեֆանում գալիս, ոչ մի բան։ Անիմաստ, մի հատ երկիր, մի տեղից մի բան չեն բերել, մի տնտեսական օգուտ, մի հարաբերություն, չկա ոչ մի բան։ Այդ քանի արդյունքում էս 5-6 տարի, քանի տարի է որ մեր ավիացիան գտնում է ԵՄ սև ցուցակում։ Հələ գոնե այդ հարցը չեն կարողացել լուծել։ Մոլդովականները լիցենզիաներով են մեր ինքնաթիռները թռնում։ Գնում եք այնտեղ բանը բուտերբրոդ ուտում գալի, որ ինչ անեք։ Լավ Բերլինը քանի անգամ կարելի է գնալ մանգալ գալ։ Այդ չտեսության բանն էլ է, էլի ախր մենք ինչքան կարելի է, էլի ասենք, լավ հասկացան, կարա լավակա գնացիք մի հատ տեսակ այդ Եվրոպան, հասկացան։ Կամ Ամերիկա քանի անգամ է պատվիրակություն գնացել։ Ինչ կազմերով, ինչի համար են գնում, ինչ օրակարգ ունեն, ինչ են արել, ինչ են բերել այս երկրի համար։ Ես ակամայից հիշեցի։ Վրաստանի հետ ռազմավարական հարաբերություններ են կնքել։ Բաներ, կոնյակի արտահանողները գնացել դեսպանատան դիմացը ցույց են անում։ Կոնյակ, գինի, ասում են մեր մեքենաները Վրաստանում կանգնած են, չգիտենք թե ինչու։ Հա ձեզ էկոնոմիկայի նախարարություն ունեք, վարչապետ ունեք, կառավարություն ունեք։ Ասենք բարեկան երկրում այդպիսի խնդրեմ կա, ռազմավարական հարաբերություններ են կնքել։ Չեք կարող այդ խնդիրը լուծել։ Չեմ ասում Ալիևի հետ, Էրդողանի հետ, լա չեմ հասնում, բան, բարեկամ երկրների հետ հարաբերությունները չեն կարողանում մի բան անել։ Ոչ մի բան չկարողացող մարդկանց խմբեր են բերվել այս վերջին շրջանում, ինչ են անել։ Հասկանում եք, մենք որ ասում ենք լավ մի տարի կա ընտրություններին, սպասենք բան։ Դուք գիտեք այդ մի տարվա մեջ ինչեր կարող են լինել։ Սպասեք։ Ավելին ասեմ, իսկ ինչ գերաշիկ կար մի տարի սպասեք, իրողությունները այլ կլինեն եւ փոփոխություն կլինի եւ այլն եւ այլն։ Ես ուղղակի չեմ ուզում քաղաքականացնել այս զրույցքերն, ավելի շատ փորձագիտական նշանակություն։ Դրա համար ես կսահմանափակվեմ այսքանով։ Ես հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերջին հաշվով կսթափվեն, էլի։ Ու մենք սիրում, ու չենք սիրում, գիտեք, որևէ քաղաքական գործի պետք չի սիրել։ Ձեր ընտանիքի անդամներին սիրեք, ձեր երեխաներին սիրեք, ձեր հորն ու մորը հարգեք, պատվեք։ Պետք չի քաղաքական գործիչներին սիրել։ Պետությունը սիրեք։ Եվ տեսեք ով ինչ է խոսում, ինչ է անում, հետո ըստ այդմ կողմնորոշվեք։ Շատ լավ վերջաբան էր։ Ավելացնեմ, սիրեք ձեր հայրենիքը, սիրեք ձեր հողու ջուրը, սիրեք ձեր անցյալը, սիրեք ձեր ապագան, իրական ապագան, այլ ոչ թե այն ապագան, որը մեզ փորձում են պարտադրել, որում վախի մթնոլորտով, հարգելի հեռուստադիտողներ, մեր վրա փորձում են վաճառել վախեր, այսօրվա մեր զրույցը հենց դրա մասին էր ըստ էության, մեզ վախեցնում են, վայ եսի չանենք կռիվ կսկսի, վայ եսի չանենք կռիվ կսկսի, վայ եսի չանենք կռիվ կսկսի, այնինչ առանց այլևայլության այդ ամենի գործողությունն է բերում պատերազմին, այսինքն հակառակ պրոցես է գնում, ինչքան մենք զիջում ենք, այդքան պատերազմի արյան եւ մեր երեխաների կյանքի վտանգը մակարդակը ավելանում է, սա մենք պետք է հասկանանք։
թույլ մի տվեք, որ ձեր վրա վաճառեն ձեր իսկ վախերը։ Սուտ է։ Պնդում եմ, սուտ է։ Ինչպես նաև սուտ է, որ այստեղ այնպես է ուռճացված Ադրբեջանի դիրքը, որ ասես մեկ-մեկ նայում ես, ասում ես, արա, էսի միջուկային զենքին տիրապետող պետությունը է, սա ներքին պրոպագանդան է, ոչ։ Եվ Ադրբեջանի բոլոր գործողությունները իրենք թելադրված են նաև, գիտեք ինչով։ Նրանով, որ իրենք վախում են, վախենում են այն իրավիճակի, երբ որ մենք կդադարենք վախենալ։ Այս սա է շատ կարևոր։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան, շատ խորքային զրույց ստացվեց։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում խոսքը գնում է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության մասին, պրես կենտրոն հարցազրույց հաղորդաշարի եթերում այսօր քննարկում էինք իրականում մեզ համար շատ ակտուալ եւ շատ կարևոր թեմաներ։ Եթերում պրես կենտրոններ։ Կհանդիպենք հաջորդ անգամ։